Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր պատրաստում ենք եռաշերտ շոկոլադե տորտ, որը գրավում է իր նուրբ կառուցվածքով և շոկոլադի հարուստ համով։ Թեթև կրեմն ու կաթով պատրաստված բիսկվիթի շերտերը ստեղծում են հիանալի համադրություն, դարձնելով այս տորտը անչափ փափուկ, հալվող և յուրահատուկ համեղ։ Այս թխվածքի յուրաքանչյուր պատառը պարզապես հալվում է բերանում։ Պատրաստման համար ձեզանից կպահանջվի ընդամենը 30 րոպե, քանի որ կրտնակ չենք օգտագործում։ Խմորեղենների նման ծույլ բաղադրատոմսեր իմ ալիքում շատ կգտնեք։ Քիչ ջանք, քիչ ժամանակ, գերազանց արդյունք։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Այս խմորեղենը պատրաստելիս սկզբից միացնում ենք 4 բաղադրիչները։ 450 գրամ ալուրը և 50 գրամ կակաոն մաղում ենք։ Այսպես անցանկալի գնդիկներ չեն առաջանում, իսկ բիսկվիթի շերտերը ստացվում են բարձր և ծակոտկեն։ Որպեսզի խմորեղենը ունենա արտահայտիչ շոկոլադի համ և մուգ գույն, վերցրեք բարձր որակի կակաո։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ փխրեցուցիչ և 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ և մի լավ խառնում ենք։ Շատ հանգիստ փխրեցուցիչը կարելի է փոխարինել սոդայով։ Առանձին տարայի մեջ միացնում ենք թաց բաղադրիչները։ 2 ձվի վրա ավելացնում ենք 250 գրամ շաքարավազ, մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 300 մլ գոլկաթ։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք նրբահամ խմորեղենների, ավանդական ճաշատեսակների հետաքրքիր բաղադրատոմսեր։ Փխրուն, փափուկ բիսկվիթի շերտեր ստանալու համար ավելացնում ենք 150 գրամ հալեցրած կարագ և վերջում 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Քիչ-քիչ միացնում ենք 4 բաղադրիչները, պետք է ստանանք մի փոքր թույլ խմոր։ Բարեկամներ, բիսկվիթի շերտերը այս տարբերակով այնքան փափուկ ու նուրբ են ստացվում, որ անգամ մեկ անզգույշ շարժումից դրանք պոկվում են։ Պատրաստեք առանց որևէ բաղադրիչ փոփոխելու և ձեզ մոտ էլ կստացվի հրաշալի արդյունք, իսկ վերջում կիսվեք ձեր կարծիքներով։ Այս խմորեղենի գույնը բացառապես կախված է, թե ինչ որակի կակաո ենք օգտագործում, որքան որակը բարձր է, այնքան ավելի հագեցած գույն է ստացվում։ Պետք է ստանանք թույլ խմոր, որը շատ հեշտ է տարածվում յուղաթղթի վրա։ Խմորը բաժանում ենք 3 հավասար մասերի և թխում ենք նախապես 180 ճանտաքացված ջեռոցում, մինչև պատրաստ լինելը։ Շերտերը թխվում են շատ արագ, 5-ից 7 րոպեում։ Քանի որ խմորի մեջ օգտագործել ենք կակաո, շերտերը այրելը շատ հեշտ է, այնպես որ զգույշ եղեք։ Վերցրեք որակյալ յուղաթուղթ, որպեսզի շերտերը յուղաթղթից չկպչեն, իսկ եթե վստահ չեք, որ այն ունի բարձր որակ, յուղաթղթի վրա մի փոքր ձետ տարածեք։ Համաչափ տարածում ենք և այսպես մեկը մյուսի հետևից թխում ենք 3 շերտը։ Սիրելիներս, ամանորին ընդառաջ, շուտով իմ ալիքում կգտնեք հեշտ և արագ պատրաստվող ընտիր խմորեղենների բաղադրատոմսեր, այնպես որ բաց մի թողեք իմ տեսանյութերը։ Տեսեք ինչպիսի բարձր փափուկ շերտեր ենք ստացել, որոնք էլ ավելի կփափկեն կրեմը քսելուց հետո։ Շերտերի ծայրերը կտրում ենք, հավասարեցնում ենք, որով և կպատրաստենք փշրանք, թխվածքը ձևավորելու համար։ Վերջին շերտի վրա կարող եք ավելացնել հալեցրած շոկոլադ, ավելի հագեցած շոկոլադե համ ստանալու համար։ Վարվեք այնպես, ինչպես կթելադրի ձեզ ձեր երևակայությունը։ Առանց գրտնակի գործածության խմորեղենների նման բաղադրատոմսեր ես շատ եմ սիրում, քանի որ դրանք ոչ ժամանակատար են, իսկ արդյունքը ստացվում է գերազանց։ Փշրանքը նույնպես պատրաստ է, անցնենք կրեմին։ Պատրաստում ենք դասական կրեմ՝ կարագով և խտացրած կաթով։
250 գրամ փափուկ կարագը հարում ենք այնքան, մինչև զանգվածը սպիտակի և փրփրի, այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք 1 բան կախտացրած կաթ և 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Կրեմը պատրաստելիս զանգվածը մի քանի անգամ տարայի պատերից հավաքում ենք և շարունակում ենք հարել, որպեսզի կարագի խոշոր կտորներ չմնան։ Ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն հավաքենք խմորեղենը։ Ձևավորում ենք շերտ-կրեմ-շերտ հերթականությամբ, վերջում ավելացնում ենք փշրանքը։ Ինչպես տեսնում եք, հեշտ և արագ պատրաստվող խմորեղենի բաղադրատոմսը։ Եթե չեք սիրում գրտնակով աշխատել, փորձեք թխված պատրաստելու այս տարբերակը։ Ցանկալի է նախքան կտրելը խմորեղենը թողնել հանգստանա առնվազն 1 ժամ։ Սակայն եթե դուք ելնից նման համբերություն չունեք, կարող եք անմիջապես կտրել։ Հենց պատրաստ լինելու պահից էլ ստացվում է նրբահամ ու անչափ փափուկ։ Ստացվում է բավականին մեծ խմորեղեն, տապակի չափը 30-40 սմ է։ Վերջում 1 գավաթ սուրճ կամ թեյ ենք պատրաստում և վայելում ենք։ Բարի ախորժակ։ Տեսեք, թե որքան փափուկ և ընտիր է ստացվել։ Հաջորդ խմորեղենը, որ պետք է պատրաստենք, կրկին գրտնակ չենք օգտագործելու։ Եթե դուք ելից նման գրտնակով աշխատել չեք սիրում և քիչ ժամանակ ունեք ամանորին պատրաստվելու համար, խորհուրդ կտամ պատրաստել այս խմորեղենները։ Համերը տարբեր են, տեսքը արտակարգ և այս երկու թխվածքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 2 ժամ։ Սիրելիներս, պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր է։ Սա առաջին տարբերակը, իսկ հիմա թխենք երկրորդ թխվածքը, որը պատրաստելու համար մենք կօգտագործենք մածուն, մեղր և սերուցքային կրեմ։ Եթե հետևեք բոլոր խորհուրդներին, ձեզ մոտ էլ կստացվի նման հրաշալի արդյունք։ Այս խմորեղենը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև փափուկ և շատ ծակոտկեն։ Շոկոլադե մեղրահամ այս խմորեղենը 1 անգամ պատրաստելուց հետո վստահեցնում եմ, որ շատ հաճախակի կպատրաստեք։ Շոկոլադե մեղրահամ խմորեղեն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Նախքան բաղադրատոմսին անցնելը բաժանորդագրվեք հայկական խոհանոց ալիքին, որտեղ կգտնեք շատ համեղ բաղադրատոմսեր։ 4 ձուն հարում ենք 250 գրամ շաքարավազի և 2 ճաշի գդալ մեղրի հետ, այնքան մինչև զանգվածը փրփրի։ Այս բաղադրատոմսի մեջ մեղրը պարտադիր բաղադրիչ է և այն շերտերին շատ յուրահատուկ համ է հաղորդում։ Երեքից 4 րոպե լավ հարելուց հետո ավելացնում ենք 50 մլ արևածաղկի ձեթ և 350 գրամ մածուն։ Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Մածունը և արևածաղկի ձեթը ավելացնելուց հետո կրկին հարում ենք 1-2 րոպե։ Ավելացնում ենք 400 գրամ այլյուր։ Այլյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով։ Այդպես շերտերը ավելի ծակոտկեն են ստացվում։ Ավելացնում ենք նաև 3 ճաշի գդալ կակաո և 2 թեյի գդալ փխրեցուցիչ։ Եթե ձեռքի տակ փխրեցուցիչ չկա, ապա թաց բաղադրիչների հետ կարող եք ավելացնել 1 թեյի գդալ սոդա։ Բաղադրիչները մի լավ խառնում ենք։ Պետք է ստանանք նման խտության խմոր։ Խմորը բաժանում ենք 2 մասի և թխում ենք 2 շերտ նախապես տաքացված ջեռոցում 200 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում։ Խմորեղենի բաղադրիչների հստակ չափաբաժինը կգտնեք նկարագրությունների բաժնում։
Մեր խմորեղենի առաջին շերտը արդեն պատրաստ է։ Մինչև կթխվի նաև երկրորդ շերտը, պատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է 300 մգ սերուցք և 1 բանկա եփած խտացրած կաթ, 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Եթե ցանկանում եք ստանալ լավ սերուցքային կրեմ, ապա սերուցքը նախքան օգտագործելը դրեք 12 ժամ սառնարան։ Սերուցքը սկսում ենք հարել հարիչի ամենացածր արագությամբ, ապա արագությունը քիչ-քիչ բարձրացնում ենք։ Ընթացքում ավելացնում ենք նաև 1 բանկա եփած խտացրած կաթը և 1 թեյի գդալ վանիլային շաքարավազը։ Հարում ենք ևս 2-ից 3 րոպե և մեր սերուցքային կրեմը արդեն պատրաստ է։ Շերտերը թխված են, կրեմը պատրաստ է, մնում է շերտերը միացնենք կրեմով։ Կրեմը բաժանում ենք երկու մասի։ Մի մասը քսում ենք առաջին շերտին և երկրորդ շերտը դնելուց հետո մի փոքր ձեռքով սեղմում ենք, ապա ավելացնում ենք կրեմի մնացած մասը։ Թխվածքի վրա քերում ենք 80 գրամ դառը շոկոլադ։ Դառը շոկոլադը շատ լավ համադրվում է սերուցքային կրեմի հետ։ Փորձեք, իսկապես շատ համեղ է ստացվում։ Խմորեղենը դնում ենք 2 ժամով սառնարան, ապա նոր միայն կտրում ենք։ Տեսեք, թե որքան փափուկ խմորեղեն է ստացվել։ Իսկապես դրախտային վայելք է։ Այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։